Թուրք լրագրողները այցելել են Հայաստան եւ եղել են Երևանում ու Գյումրիում։ Նրանք անցած շաբաթ մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ Երևանյան երկխոսություն միջոցառմանը։ Լուրը հրապարակել է Ermeni Haber AM-ը։ Լրագրողները այցելել են նաեւ Գյումրի Կարս երկաթուղու տարածք, ուսումնասիրել երկաթուղու հնարավոր վերագործարկման հեռանկարները։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած քաղաքացիների համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը։ Ազգային ժողովի արտահերթում ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, նախարար Սարգսյանն ասել է, թե նույնականացման քարտը պետք է դառնա հիմնական ներքին փաստաթուղթը։ 6-ից 16 տարեկանների համար քարտ ունենալը կլինի կամավոր, մինչև 6 տարեկան երեխաների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը։ Մայիսի 18-ին նշվելու է Թանգարանների միջազգային օրը։ Մայիսի 16-ին կանցկացվի Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը։ Այս տարվա խորագիրն է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Մայիսի 16-ին թանգարանները բաց կլինեն մինչև ուշ գիշեր հատուկ մշակութային ծրագրերով։ Այդ օր այցելությունները կլինեն անվճար ժամը 11-ից մինչև 24-ը։ Վեդիո մանկապղծության քրեական վարույթի նախաքննության ընթացքում երրորդ տղամարդը եւս 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին քննչական կոմիտեից ենք տեղեկանում։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, անառակաբարո արարք կատարելու, հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված լինելու հոդվածի հատկանիշներով։ Երևանի Նոր Արեշտ 14-րդ փողոցում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ահազանգը ստացվել է ժամը 04:30-ին, երբ տներից մեկի տանիքից կրակ ու ծուխ են նկատել։ Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ եւ փրկարարական խմբեր։ Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 5 տան տանիքներում։ Կրակը ընդգրկել է շուրջ 600 քառակուսի մետր տարածք։ Մինչև հրշեջների ժամանումը բնակիչները փորձել են կանխել կրակի տարածումը։ Հրդեհը հաջողվել է մեկուսացնելու մարել։ Այրվել են տների տանիքներ, մեկ տան երկրորդ հարկն ու խոհանոցը, վնասվել է նաև հարևան տան տանիքը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։